Մենք ներկայացնում ենք պատերազմի և խաղաղության հիմնախնդրի աշխարհում նախագիծ համաշխարհային պատմություն առարկայից։ Մեր կարգախոսում պատերազմում հաղթողներ չեն լինում։ Հեղինակ Հովհաննես Թումանյան։ Մի գյուղացի իրենց գյուղում խանութ սարքել բան էր ծախում։ Օրվան մի օր մոտիկ գյուղից մահակնուսին շուն ետևից ներս է մտնում մի զռ չոբան։ Բարի օր քեզ, այ խանութ պան, մեղրը չունես, մի քիչ տաս մեզ։ Ունեմ, չոբան ախպեր, աման տուր է, ամանդ բեր։ Ինչ տեղից որ ինքդ կուզես, էս սհաթին քաշեմ տամ քեզ։ Էսպես հանգիստ, էսպես սիրով, մեղրից անուշ լավ խոսքերով մեղր են քաշում։ Մին էլ հանկարծ մի կաթ մեղրը ծորում է ցած։ Տզ էն կողմից մի ճանճ գալի, էս կաթիլին վեր է գալի։ Ճանճի վրա թաքուն, էս խանութի տիրոջ կատուն դուրս է ցատկում, թաթով զարկում։ Բայց հենց կատվի ցատկելու հետ հովվի շունը իսկույն ևեթ հաֆ է անում, վեր է կենում, խեղճ փիսիկին դնում տակին, ձեռաց խեղդում ու շպրտում. Խեղտեց, վա իմ կատուն, այս ծատկեց դու շան որդուշուն։ Բարկանում է խանութ պանը ու ձեռն ընկած մոտիկ բանը տուր թե կտաս շան ճակատին, շուռ է տալի կատվի կողքին։ Վայ քեզ մատաղ ասլան շունս, իմ ապրուստս, տեղս, տունդ քանդվի այ խանութ պան, անխիղճ, լիրբ, չար, ֆլան, ֆստան, ոնց թե դու իմ շանը զարկես, դե զարկել է հիմի դու տես, գոռում է մեր աժդահակը, մեծագլուխ իր մահակը, ետ է տանում ու ցած բերում խանութ պանին շեմքում փռում։ Սպանեցին, հայ օգնություն, ու թաղից թաղ ու տնից տուն, ձեն է տալի մեկը մյուսին, հայ օգնություն, սպանեցին, վերի թաղից, ներքի թաղից, ճամփի վրից, գործի տեղից, ճիչով, լալով, հարայ տալով, էլ հերնումեր, քիր ու ախպեր, կին, երեխեք, ընկեր, տղեկ, զոքանչ, աներ, քավոր, սաներ, քեռի, փեսա, ինչ իմանաս էլ ով է սա, գալիս են ու անվերջ գալիս, ով գալիս է տուր թե տալիս, տո կոպիտ արջ, տո վայրենի, էս տեսակ էլ բան կլինի, դու առուտուր եկար անես, թե իր շեմքում մարդը սպանես։ Մին ասում են 10 զարկում, աղցան անում, մեջտեղ ձգում, իշան կողքին երկար ու մեկ։ Դե ձեր մեռելն եկեք տարեք, ու էստեղից բոթը գնում, մոտիկ գյուղն է հասնում, հեյ օգնեցեք, մեռած հո չեք, սպանեցին մեր գյուղացուն, ինչպես շնա ճանճի մի բուն, քանդես թողնես, էն ճանճի պես ամբողջ գյուղով օրդու կապում, բուհ են անում, դուրս են թափում, ամեն մինը առած մի բան, որը ձեռին մի հրացան, որը եղան, ցաքատ կամ սուր, որը թի, բահ, որը շամփուր, որը կացնով, որը փետով, որը ձիով, որը ոտով, որն անգդակ, որը բոբիկ, դեպի դուշման գյուղը մոտիկ, տո էսպես էլ անիրավ գյուղ, ոչ խիղճ ունեն, ոչ ահ երկյուղ, մարդ գնում է առուտուրի, հավաքվում են, քաշում սրի, թու ձեր գեղին, միջի մարդին, ձեր նամուսին, ձեր ադաթին, գնանք, զարկենք, ջարդենք, կրակենք, հայ հույ, հառաչ, դե ձեզ տեսնեմ, ու դուրս եկան իրարու դեմ, հազարկեցին ու զարկեցին, կոտորեցին, կրակեցին, ինչքան ավել կոտորեցին, էնքան ավել կատաղեցին, ջարդեցին իրար, ջնջեցին իրար, կորան։ Գուցե այս ամենը մեծ բանաստեղծի երևակայության արդյունք է։ Ցավոք դա այդպես չէ։ Թումանյանը իր արմատվարարը գրել է 1909 թվականին, որից ընդամենը 5 տարի հետո 1914 թվականի ամռանը պիտի սկսվեր առաջին աշխարհամարտը, որտեղ մասնակցում են 38 երկրներ եւ ավելի քան 1 միլիարդ բնակչություն, որից 10 միլիոնը զոհվեց։ 1939 թվականին սկսվեց ամենածանր ու դաժան պատերազմը, երկրորդ համաշխարհային պատերազմը։ Միայն զոհվածների թիվը հասնում էր 60 միլիոնի։ Տարբերակվում են արցախի եւ ոչ արցախի պատերազմներ։ Արցախին համարվում այն պատերազմները, որոնք ոզնում են հայրենիքի ազատության եւ անկախության։ Անարցախին նվազողական պատերազմներ։ Հայ ժողովուրդը միշտ մղել է արդարացի պատերազմներ։ Պատերազմը հանգեցնում է մեծ մարդկային զոհերի, նյութական եւ հոգեվոր կորուստների։ Պատերազմները մարդկային պատմության որքից են եղել։
Վերջին 55 տարիների ընթացքում մարդկությունը միայն շուտ 2 տարի ավելի կարողացան իջնել։ Նոր համաշխարհային պատերազմը կլինի միջուկային պատերազմ, որի բոցերում զոհ կգնա մարդկությունը։ Պատերազմը որպես միջազգային հարցերի լուծման միջոց պիտի բացառվի։ Ժամանակակից պատերազմների պատճառները։ Տարածքային վեճեր պետությունները երբեմն վիճում են սահմանների, տարածքների կամ ռազմավարական կարևոր վայրերի համար։ Բնական ռեսուրսների համար պայքար։ Նավթի, ջրի, ալքանութերի համար ռեսուրսների վերահսկումը կարող է պատերազմների պատճառ դառնալ։ Քաղաքական եւ իշխանական հակասություններ։ Երբ պետությունները կամ քաղաքական ուժերը չեն կարողանում համաձայնության գալ, առաջանում են լարվածություններ եւ բախումներ։ Ազգային եւ կրոնական հակամարտություններ։ Ահաբեկություն եւ ծայրահեղականություն։ Վայրահեղական խմբավորումները հաճախ կազմակերպում են զինված բախումներ եւ պատերազմական գործողություններ։ Մեծ պետությունների մրցակցություն։ Զոր պետությունները երբեմն պայքարում են ազդեցության գոտիների, տնտեսական եւ քաղաքական ազդեցությունները։ Տնտեսական խնդիրներ եւ աղքատություն։ Տնտեսական ճգնաժամերը, ոտնձգությունը եւ սոցիալական անհավասարությունը կարող են Այսպիսով ժամանակակից պատերազմները առաջանում են քաղաքական, տնտեսական, տարածքային, ազգային եւ կրոնական հակամարտությունների պատճառով։ Դրանք մեծ վնաս են հասցնում մարդկանց տնտեսությանը եւ միջազգային անվտանգությանը։ Այսօր աշխարհում շարունակվում են զինված հակամարտությունները։ Զոր պետությունները պայքարում են ազդեցության, գոտիների, տնտեսության եւ քաղաքական ազդեցության համար։ Օրինակ, արդեն 4-րդ տարին է շարունակվում է ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Իսրայել ԱՄՆ տանդեմի Իրան հակամարտությունը ռազմական փուլը շարունակվում է մոտավորապես կես ամիս։ Մենք ականատեսենք աշխարհում ազդեցության գոտիների վերաբաշխման համար ծավալվող պայքար, ԱՄՆ-ի, Եվրոպական միության, Ռուսաստանի եւ Չինաստանի միջև մղվող պայքար։ Բայց չէ որ այս պատշանաբար բոլորս էլ լավ է։ Պայքարը գնում նաեւ մեր տարածաշրջանի հարավային Կովկասի համար։ ԱՄՆ-ն եւ Եմենն Չինաստանը փորձում են թույլատրել այստեղ Ռուսաստանի ազդեցությունը եւ ամրապնդել իրենց դիրքերը։ Դրանք մեծ վնաս են հասցնում մարդկանց տնտեսությանը եւ միջազգային անվտանգությանը։ Ոչ պատերազմի։ ԱՄՆ-ն, Եմենն, Չինաստանը փորձում են թույլատրել այստեղ Ռուսաստանի ազդեցությունը եւ ամրապնդել իրենց դիրքերը։ Դրանք մեծ վնաս են հասցնում մարդկանց տնտեսությանը եւ միջազգային անվտանգությանը։ Ոչ պատերազմի։